Արզական գյուղի նեղ արահետները տանում են դեպի Նեղուցի վանական համալիր։ Բլրի վրա կանաչով պատված այս կիսաքանդ վանքը թվագրվում է 10-ից 11-րդ դարերով։ Համալիրի մասին տեղեկություններ գրեթե չկան, ինչը հնագիտական ուսումնասիրություններն ավելի է բարդացնում։ Ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետական ժառանգության վերականգնում մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին հանձնարարվել էր հետազոտել Նեղուցի վանական համալիրն ու վերականգնման նախագիծ առաջարկել։ Մագիստրոսական ծրագրի նպատակն էր հնարավորություն ստեղծել երիտասարդների համար զբաղվելու իրենց ժառանգությամբ, դառնալու բարձր որակավորում ունեցող վերականգնող ճարտարապետներ, որովհետև մեր վերականգնող ճարտարապետների տարիքը արդեն շատ մեծ է, ովքեր որ գործում են ոլորտում եւ օրհասական վիճակի կարող եմ ասել։ Վերականգնող հուշարձանների եւ քանակը եւ վերականգնման աշխատանքների ծավալները ավելանում են։ Այս տարի կարող եմ նշել, որ պլանավորված եւ արդեն մեծ մասը սկսված են 20 հուշարձանի վերականգնման աշխատանքներ միայն պետական բյուջեով նախատեսված միջոցներով։ Իհարկե, սրանց առաջնային փուլը վերականգնումից առաջ արվում է ճարտարապետական վերականգնման նախագիծ, որը պիտի իրականացնեն վերականգնող ճարտարապետները։ Վերականգնող ճարտարապետները 2 տարի ուսումնասիրել են Նեղուցի վանական համալիրի կազմում ընդգրկված եկեղեցին, գավիթը, սեղանատունն ու մատուռը։ Ապագա մասնագետներն իրականացրել են հնագիտական պեղումներ, հայտնաբերել արժեքավոր գտածոներ։ Պեղումները իրականացվել են սեղանատան տարածքում, բացահայտվել են շինարարական փուլերը սեղանատան կառուցման, որը որ մեզ օժանդակել է հետագա վերակազմության նախագիծը ստեղծելիս։ Վիմագրերը, նկարազարդումներն ու այս հովազի գլուխը վերծանելով ճարտարապետները բացահայտել են Նեղուցի վանքի մասին տեղեկություններ, որոնք չկան մատենագրական սակավաթիվ արձանագրություններում։ Մատենագրական աղբյուրներում շատ քիչ ինֆորմացիա պահպանվել տվյալ հուշարձանի վերաբերյալ։ Ունենք մի ձեռագիր մատյան, որ այս պահին պահպանվում է մատենադարանում, որը որ գրվել է Նեղուցի վանական համալիրում, ցավոք սրտի դա միակ վկայությունն է։ Վանական համալիրի հետազոտությունն ուսանողներն իրականացրել են միջազգային չափորոշիչներով, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու մեթոդները։ Իրականացվել է քարերի քայքայման ուսումնասիրություն, նրանց ֆիզիկա-մեխանիկական հատկությունների ուսումնասիրություն, բոլորը իրականացվել է միջազգային ICOMOS կազմակերպության ուղեցույցերին համապատասխան, ինչպես նաև իրականացվել է կոնստրուկտիվ համակարգերի ուսումնասիրություն, հետազոտություն եւ այդ ամեն ինչը հիմք է ծառայել մեզ համար, որպեսզի կարողանանք տանք համալիր ու գրագետ վերականգնման նախագիծ։ Առաջարկված նախագիծն ուղարկվել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարություն։ Հուսով են, վանական համալիրի վերականգնման ժամանակ մասնագետները հաշվի կառնեն նաեւ ուսանողների առաջարկները։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։